Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, տեսեք, ես իմ խոսվիտումս միշտ ասել եմ եւ նորից ասում եմ։ Ես մեր քարոզի ժամանակ ոչ մեկին չեմ ուզեցել թիրախավորել, ոչ մեկին չեմ ուզեցել անձնական տաշտ մտնել։ Բայց քանի որ մարդիկ փորձեցին, հիմի պատասխանը կստանան մեզնից։ Երեք Սարիկ Միրասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պիտի տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պիտի պարզաբան է եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Ես իր մագարտակին չեմ իշնի օրինի Էրոնյաներով բանով խոսամ։ Եվ կարող եմ ասել հետևյալը, տեսեք, այդ թուղթը ինչի համար է եւ ինչ կա։ Ես այդ թուղթը նախ չունիմ։ Այդ թուղթը ունեցել եմ։ Եվ ունեցել եմ ոչ թե ես վիտնաշիցս ոդտեղ մնալու։ Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնիմ, դուրս կամ իմ կորզնեությունս ծավալեմ։ Քանի որ Հայաստանի քաղաքացին այդ երկրում մնալու համար ինքը մեկ ամիս ժամանակ ունի։ Մեկ ամիս լրանալուց հետո ինքը պետք է լքե այդ երկիրը։ 3 անգամ նույն բանը կատարվելուց հետո ինքը կմնա, այսինքն իրանց երկրի օրենքով դուրս չի կրնա ինքը եւս 3 կամ 6 ամիս այդ երկիրը մտնել։ Քանի որ իմ գործերս կապված է այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես ընդեղից Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում։ Ժամանակ է եղել, որ ես ընդեղ 2 ամիս մնացել եմ, 3 ամիս մնացել եմ իմ գործերից հետ կապված։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, նորից եմ կրկնում, ունեցել եմ։ Իսկ այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ քաղաքացիության եւ հնարավորություն չի տալիս նաեւ ես աշխատանք, օրինական աշխատիմ այնտեղ։ Թուղթը միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալս։ Մեկ էլ իմ վայրս, որտեղ որ ֆիքսված ես մնացել եմ, ասված ոչ չեն, հանցագործություններ են բաները մի տեղից հեշտ կնի։ Այդ թղթի բուն իմաստը այդ է։ Եվ նորից եմ կրկնում, այդ թուղթը ես ունեցել եմ։ Հիմա չունեք։ Ոչ, այդ թուղթը ես ունեցել եմ։ Նորից եմ կրկնում։ Ժամկետները կասեք։ Ժամկետները ձեր մոդը տված է կրնակ նայեք, կոպիաներն էլ եմ տվել ձեր մոդը, խնդրեմ նայեք, տեսեք։ Ձեզ ասել եմ Թուրքիայի քաղաքացիության համար եք։ Ես կներեք, ես նոր ասեցի։ Ես նաև զարմանում եմ, որ նախին ազգային ժողովի պատգամավորը չի կարող այնքան թերի զարգացած լինել, որ մի չկարողանա ճշտել այդ թուղթը ինչի համար է։ Այդ թուղթը հիմք չէ եւ չի դուրադրվում նման երկրի օրենքով, ես դիմեմ քաղաքացիության։ Այդ քաղաքացիության թուղթ դիմելու համար դա աշխատանքային իրավունքին է վերաբերում, որը ես ընդհանրապես չեմ ունեցել։ Աշխատանքային իրավունք ունի այն մարդը, ով օրինական այնտեղ կաշխատի կամ օրինական այնտեղ բիզնես ունի ու 5 թե 7 տարի։ Նույն թուղթը պետք է ունենա, որպեսզի հնարավորություն տան ինքը դիմել քաղաքացիության։ Իսկ աշխատանքային իրավունք ունեցող այնտեղ հարգեր կուտա իր աշխատանքից պայenge ամեն ինչ կա, այսինքն այդ երկիրը դու պետք է ունենաս աշխատանքային իրավունք, որպեսզի դու դիմես քաղաքացիության։ Կամ պետք է հրաժարվես քո երկրի քաղաքացիությունից, այստաս դիմես ու առաջտաս թղթերդ, որպեսզի քաղաքացիություն անես։ Իմ թուղթս ընդհանրապես այդ բաների հետ կապ չունի։ Իմ թուղթս լիազորություններ չունի, նաև ես փորձել դիմելու համար։ Նախկին թուղթս նորից եմ շեշտում եւ Սարիկ Մինասյանին բարձ ուղիղ ասում եմ։ Տղա ես ապացուցել, չապացուցեցիր, քո լեզվով, քո ժարգոներով ասում եմ, դու ֆուֆլու ես։ Ես մի բան ավելացնեմ, եթե Ժամանակավոր մնալու իրավունք է, որը քեզ թույլ է տալիս այդ երկրում դուրս ու ներս ենել առանց վիզա եւ 3 ամսի կամ 6 ամսու տակ չգնել։ Բայց Սարիկ Մինասյանը հենց ասում է, որ կեցության Ոչ, Սարիկ Մինասյանը քաղաքացիություն է ասել դիմել։ Այսինքն Սարիկ Մինասյանը
Սխալ բան է խոսած այդ թուղթը դուր չի տալիս, որ ցանկացած երկրի քաղաքացի, առավել եւս Հայաստանի քաղաքացի, իրավունք ունենա դիմել քաղաքացիության։ Այդ դաշտը բաց է կրնակ նայեք, ուսումնասիրեք, տեսնեք։ Իմ այդ թուղթը ունենալու պատճառը նորից սկսեմ։ Ես բիզնեսներ ունեմ, գործունեություն ունեմ ծավալած այդ երկրից։ Նաեւ կներեք ասեմ, նաեւ Բուլղարիայի հետ է իմ կապերս։ Իմ մեքենաներիս, իմ ավտոների շարժը Բուլղարիա է գմտնի։ Ոնց որոշեցին տեսնել Թուրքիան եւ չտեսան Բուլղարիան։ Որովհետեւ շատ թույլ մարդ են հոգով։ Ուրիշ դեմ ասելու բան ունենք, արեք խոսան։ Թե չէ տելևիզորներով ամոթ է մեծ մարդիկ